վերջին 20 տարվա մեջ երբևիցե մեզ չեն ստիպել, որ մենք գնանք հանրահավաքներին։ Մենք եթե եկել ենք հանրահավաքներ, եկել ենք մեր ազատ կամքով, բացի դրանից, եթե եկել ենք հանրահավաքների տարիներ շարունակ եղել է որպես ծառայություն, ինչ իմաստով, որ բռնության, այսպես ասած, հոգևորականի ներկայությունը բռնությունները կանխեն, կամ մարդիկ ամեն դեպքում ազդվեն։ Վերջի տարիներին մենք ենք գալիս, այո, ճիշտ ենք անում, եւ ուզում ենք, որ այս իշխանությունները փոխվեն։ Բայց ասում են դուք հոգևորական եք, դուք սա իմ Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի չեմ։ Տեսեք, ես երկրորդ կարգի մարդ եմ, հա? Ասենք, որ ես հոգևորականից զգեստ եմ հագնում, դադարում է ինձ համար ուրեմն սահմանադրություն եւ օրենքները գործել։ Հետո օրենք կա, հստակ արձանագրում է, որ պետությունը, քաղաքական իշխանությունները չեն կարող արգելել որևիցե կրոնական կազմակերպության սպասավորի, ուրեմն քաղաքական գործընթացներին մասնակցություն ունենալուց, որտեղ հավասար են բոլորին։ Այլ խնդիր է, որ եկեղեցին չի կարող արգելված եկեղեցու մասնակցությունը կառավարմանը պետության։ Ես կառավարիչ եմ, որ Միքայել Սրբազանը խոսում էր կամ Բագրատ Սրբազանը կառավարիչ էր դառնում։ Իսկ քաղաքական գործընթացներին ինձ ոչ մեկ չի կարող արգելել։ Այդ ո՞ր օրենքով է արգելում։ Այդ դեպքում ինչա, Եթե ես տեսնում եմ, եկեղեցին անջատված է։ Բայց անջատվել ի՞նչ է նշանակում։ Ինչ է նշանակում անջատվել։ Այսինքն, տեսեք, պետական քաղաքականության արդյունքում այս իշխանությունների մենք հարյուրավոր եկեղեցիներ ենք կորցնում, ես հանգիստ նստեմ մայրաթոռում ասում բան չի եղել։ Իմ հավատացյալները, իմ ընկերները գնում զոհվում են, նստեմ ասեմ բան չի եղել, որտեղ ես քաղաքականության մեջ չեմ զբաղվում։ Դուք օրինակ ինչպես կնայեք այդ հարցը։ Բայց այդ իրենք այն ժամանակ, որ ընդդիմադիր էին, ինչու էին գալիս մեզ ստիպում, որ մենք գայինք ցույցերի։ Այս երկակի չափանիշները, ստանդարտները ինչու են կիրառում։